Քրեական դատավարության շրջանակում խուզարկությունը հանդիսանում է անձի իրավունքներին միջամտող կարևոր դատավարական գործողություն։ Խուզարկություն կատարելու համար անհրաժեշտ է հիմնավոր կասկած, որ տվյալ վայրում կամ անձի մոտ գտնվում են գործի համար նշանակություն ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր։ Մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Հայաստանի քրեական դատավարության համակարգում խուզարկության, զննության եւ անձնական ազատությունների սահմանափակման հարցերը շարունակում են մնալ ամենազգայուն թեմաներից մեկը։ Խոսքը վերաբերում է այնպիսի դատավարական գործողությունների, որոնք մի կողմից ուղղված են ապացույցների հավաքմանը, մյուս կողմից անմիջականորեն շոշափում են անձի բնակարանի անձեռնմխելիությունը, անձնական կյանքի գաղտնիությունը եւ սեփականության իրավունքները։ Մենք օրենքին ասելիք չունենք։ Մեր օրենքը եւ հստակ ու ճշգրիտ կարգավորում է անձնական խուզարկությանը վերաբերող կարգավորումները։ Խնդիրը դա կիրառելու մեջ է, իսկ կիրառման ընթացքում չարաշահումները բազմաթիվ են։ Եվ խնդրում եմ նկատել անձնական խուզարկությունը վերածվել է կրկին պարտադիրի։ Մինչդեռ օրենքը չի կարող դա համարել եւ չի էլ համարում պարտադիր։ Այս բոլոր դեպքերում օրինակ անձը մեղադրվում է ճանապարհային երթևեկությանը վերաբերող ինչ որ հանցանք կատարելու մեջ։ Հիմա այստեղ խուզարկությունը պարտադիր է թե ոչ։ Հա, ակնհայտ է հանցանքից, որ այդ խուզարկությունը ինքնանպատակ է, որովհետև կա մեքենան, կա մեղադրյալ։ Եվ այստեղ ինչի համար ենթարկել անձնական խուզարկության։ Եվ սա գիտեք ինչպես է, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ցածր լինելու մասին է։ Մեզ համար այդ անձնական խուզարկությունը դե ասում ենք ինչ մի մեծ խնդիր է։ Հայտնաբերվել է հանցանքը կատարելուց կամ դրանից հետո, բայց դա մարդու նկատմամբ շատ մեծ աներգործություն ունի եւ յուրաքանչյուրը իր վրա կարող է պատկերացնել, երբ իրեն ֆիզիկական կոնտակտի է ենթարկում, հա, ընդ որում բավականին ինտիմ հատվածներում ստուգում են, հանում են, հաճախ մերկացմամբ է ուղեկցվում այդ խուզարկությունը։ Շատ լուրջ խնդիր է սա, բայց սա խոսում է նաեւ մեր երկրում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի եւ իրավական մշակույթի ցածր լինելուց, որովհետեւ ցանկացած դատավարական ինստիտուտ չպետք է ենթարկվի ֆունկցիոնալ ձևախեղման։ Մասնագետների գնահատմամբ Հայաստանի քրեական դատավարության օրենսդրությունը ընդհանուր առմամբ ապահովում է անհրաժեշտ իրավական երաշխիքներ, սակայն հիմնական խնդիրը մնում է դրանց կիրառման պրակտիկան եւ վերահսկողության արդյունավետությունը։ Խուզարկության հիմնական երաշխիքներն են դատարանի թույլտվությունը, ընթացքի տեսաձայնագրումը, անձի եւ նրա ներկայացուցչի մասնակցության հնարավորությունը, ինչպես նաեւ խուզարկության եւ դրա արդյունքների բողոքարկման իրավունքը։ Հիմնական պրակտիկական խնդիրները նրանում է կայանում, որ դատարանները ձևական մոտեցում են ցուցաբերում, մասնավորապես որոշումների մեջ ներառվում են միջնորդությամբ ներառված հանգամանքները, այսինքն նույնիսկ այն տառասխալները, կետադրական սխալները բառացիորեն արտատպվում են որոշման մեջ եւ դառնում է ձևական, արդյունքում դատական վերահսկողությունը դառնում է դե յուրե, ոչ թե դե ֆակտո։ Բայց այդ երբեմն խուզարկությունները իրականացվում են լայի ծավալով, մասնավորապես խուզարկությունների ընթացքում առգրավում են այնպիսի իրեր, որոնք տվյալ քրեական վարույթի հետ որևէ առնչություն չունեն եւ անձը ստիպված է լինում ամիսներ շարունակ պայքարելու, որպեսզի այդ առարկաները հետ վերադարձվեն իրեն։ Այս համատեքստում առանձնացվում է նաև հիմնավոր կասկածի չափանիշը, որը պետք է լինի խուզարկության առանցքային հիմքը։ Չնայած իրավական երաշխիքներին, մասնագետները փաստում են, որ խուզարկության ընթացքում հաճախ արձանագրվում են ինչպես ընթացակարգային, այնպես էլ բովանդակային խնդիրներ, սկսած հիմնավոր կասկածի գնահատումից մինչև իրականացված գործողությունների համաչափություն։ Հիմնավոր կասկածը հիմնվում է մի քանի ելակետի վրա։ Նախ վարույթի նյութերից բխող փաստական տվյալների բավարարություն եւ այդ կասկածի բարեխիղճ հիմնավորվածություն։ Այսինքն, եթե վերացական է կասկածը, սա չի կարող համարվել հիմնավոր։ Եթե այդ կասկածը բարեխիղճորեն հիմնավորված չէ, սա եւս չի կարող համարվել հիմնավոր։ Ենթադրենք վարույթը վերաբերում է այնպիսի հանցանքին, որտեղ հանցագործության գործիքը հեռախոսն է կամ նոթբուքն է, որն էլ առգրավված է։ Անկամ այս դեպքերում ես ինչի եմ ասում, որ խուզարկությունը վերածվել է այսպես շարքային քննչական գործողության եւ կարծեք թե վարույթով դարձվել է սա պարտադիր, օրինակ հեռախոսն առգրավված է, բայց մտնում են խուզարկության։ Եթե հանցագործության գործիքը հեռախոսն է, ինչ են փնտրում այնտեղ։ Կամ եթե հանցագործության գործիքը զենքն է, ինչ են փնտրում բնակարանում, եթե դա արդեն իսկ հայտնաբերված եւ առգրավված է։
Եվ ցավոք սրտի խուզարկությունը չի ծառայում իր դատավարական նշանակությանը։ Օրենքի սահմանմամբ պետք է լինի կասկած, որը բավարարի հիմնավոր շեմը։ Օրինակ, կասկած, որ որևէ շենք-շինության մեջ առկա են վարույթի համար էական նշանակություն ունեցող տվյալներ։ Յուրաքանչյուր անգամ քննիչը պարտավոր է միջնորդությամբ հստակ հիմնավորել, թե վարույթի համար էական ինչ տվյալներ են ակնկալվում ձեռք բերվել խուզարկությամբ։ Խուզարկությունը ենթադրում է տաք հետքերով հանցանքի բացահայտում եւ հնարավոր է խուզարկության միջոցով վարույթի համար էական նշանակություն ունեցող տվյալների հայտնաբերում։ Այս առումով մատնանշվում է խուզարկության ժամկետների խնդիրը, երբ օրինակ քննիչը վարույթ է նախաձեռնում, անձը ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ եւ երկար ժամանակ անց է միայն իրականացվում խուզարկություն, ինչն արդեն այս միջոցը դարձնում է ոչ անհրաժեշտ։ Մարտավարական իմաստով կրիմինալիստիկայի տեսանկյունից սա հրատապ քննչական գործողություն է։ Այսինքն մեղադրյալի բռնվելուց 24 ժամվա ընթացքում դու դա չես արել, արդեն ուշ է, որովհետև հասկանալի է, չէ՞, մենք մի փոքր հողի վրա հարցը նայենք։ Եթե մեղադրյալը օրինակ անազատության մեջ է եւ բնակարանում ունի արգելված իր առարկա, շատ հեշտ է դրանից ազատվելը։ Շատ հեշտ է այդ ապացույցը ոչնչացնելը։ Իսկ օրինակ մենք ունենք դեպքեր, բնականը խոզարկվում է 10 օր հետո, 1 ամիս հետո, եւ հասկանալի է մեկ բան, որ սա չի ծառայում այդ նպատակային նշանակությանը։ Հաջորդ կարևոր խնդիրը վերաբերում է անձնական խուզարկությանը։ Ձերբակալման ընթացքում իրականացվող անձնական խուզարկությունը նպատակ ունի ապահովել ինչպես ծառայողի անվտանգությունը, այնպես էլ հնարավոր ապացույցների պահպանումը։ Ձերբակալման պահին իրականացվող անձնական խուզարկությունը գտնվում է երկու հակադիր շահերի խաչմերուկում, այսպես ասած։ Առաջինը ծառայողի եւ այլոց անվտանգությունն է եւ ապացույցների պահպանումը, իսկ հակառակ կողմում գտնվում է անձի անձնական կյանքի եւ արժանապատվության պաշտպանությունը։ Հենց այստեղ է գործարկվում համաչափության սկզբունքը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւս այս հարցերի վերաբերյալ տվել է հստակ դիրքորոշում առայն, որ այն պետք է լինի օրինական, համաչափ նպատակին եւ հետապնդի լեգիտիմ նպատակ։ Եվ այստեղ է հենց գալի, որ անձնական խուզարկության կոնտեքստում սա նշանակում է կիրառվող միջոցները պետք է լինեն մինիմալ անհրաժեշտ, ոչ թե առավելապես հնարավոր։ Անձնական խուզարկության համար օրենսդրական շեմը շատ ավելի ցածր է։ Եթե բնակարանի խուզարկության համար դատարանի թույլտվություն է պահանջվում, ապա անձնական խուզարկության դեպքում հատուկ որոշում չի պահանջվում, եթե ենթադրյալ հանցանք կատարած անձը բռնվել է անմիջապես։ Առանցքային է դատարանների դերը եւ դատարանները ներկայումս չեն տարբերակում անձնական խուզարկությունը կատարվել է խուզարկողի անվտանգությունից ելնելով, թե ապացույցներ հավաքելու նպատակից ելնելով։ Սա շատ կարևոր խնդիր է, որը միջ այսօր պրակտիկայում երբևէ չի կիրառվում եւ դատարանների կողմից ընդհանրապես ուշադրության չեն արժանացնում, սակայն իմ խորին համոզմամբ սա առանցքային դեր ունի եւ դատարանները պետք է միշտ ուշադրություն դարձնեն այն հանգամանքին, թե այս խուզարկությունը կատարվել է ինչ նպատակից ելնելով՝ խուզարկողի անվտանգությունը պաշտպանելու, թե ապացույցներ որոնելու համար։ Ապացույցների որոնման անհրաժեշտությունից բխող խուզարկության ընթացակարգերում առկա վտանգավոր միտումների մասին են բարձրաձայնվում։ Մենք նկատում ենք կրկին վերադարձ դեպի շատ խոր անցյալ, դեպի 90-ականներ կամ ավելի ներքև, երբ մեղադրյալի մոտից հարկադրաբար է հայտնաբերվում, այսինքն իր է դրվում, որը հայտնաբերվում է։ Կամ մենք տեսնում ենք խուզարկության պրովոկացիա, կամ մենք տեսնում ենք թմրամիջոցներին վերաբերող հանցանքում տեղադրելը կամ վերցնելը խուզարկությամբ ստեղծում են դատավարական նախադրյալներ իրացման համար։ Բայց մեր դժբախտությունը այստեղ այն է, որ ցավոք սրտի, սա մեր շատ մեծ դժբախտությունն է, որ արդեն առնվազն ինձ հետ մի քանի գործեր եղել են, որտեղ իրեղեն ապացույցը մեղադրյալի գրպանը դրվում է։ Սա անկեղծ կլինեմ շատ մեծ դժբախտություն է մեր երկրի համար, որտեղ սրա դեմ պայքարը շատ երկար տասնամյակների արդյունքում հաջողել էր եւ մենք ցավոք սրտի վերադառնում ենք սրան։ Անձնական խուզարկությունների ընթացակարգերում սա միակ խնդիրը չէ, որ մասնագիտական համայնքը բարձրաձայնում է։ Անձնական խուզարկության ընթացքում այսպես մի քանի խնդիրների ենք մենք ականատես լինում։ Նախ կանանց խուզարկության մասով տեսնում ենք, որ չի պահպանվում օրինակ կնոջ կողմից խուզարկություն կատարվելու դատավարական կարգը։ Մենք տեսնում ենք, որ մեղադրյալներին խուզարկելիս չեն պահպանվում ոչ տեսաձայնագրություն,
ոչ ընթերականների առկայություն։ Մինչդեռ այս գործողությունը պարտադիր ուզում է դա, հա։ Կամ մեկ այլ խնդիր, սա եւ ոստիկանների կողմից օպերատիվություն պահանջող գործողություն է եւ որոշ դեպքերում ժամանակից շուտ բացահայտելու խնդիր, օրինակ մեքենան ոստիկանը փաստացի խուզարկում է զննման անվան տակ, բայց ամբողջությամբ խուզարկվում է, կամ մենք տեսնում ենք փաստացի խուզարկվում է, հետագայում կայացվում է դրա արձանագրությունը։ Նշված բոլոր դեպքերի համար օրենքը հստակ սահմանում է կարգավորումները, այստեղ խնդիրը կատարման փուլում է։ Խուզարկության եւ զննության սահմանազատումը եւս շարունակում է մնալ իրավական եւ գործնական բախումների առարկա։ Հատկապես ճանապարհային վերահսկողության ընթացքում այդ տարբերությունը հաճախ աղոտ է ընկալվում։ Մասնագետները նաեւ ընդգծում են, որ հատկապես տրանսպորտային միջոցների վերահսկողության ընթացքում այս սահմանազատումը դառնում է ավելի խնդրահարույց, պայմանավորված բարեկային ծառայության լայն գործիքակազմով։ Տրանսպորտային միջոցի կանգնեցումը կամ քաղաքացու կանգնեցումը փաստաթղթերի ստուգման պատճառաբանությամբ, այսպես ասած, քողարկված սահմանափակում է անձի ազատ տեղաշարժը եւ միջամտում է անձնական կյանքին, ուստի այն պետք է լինի հստակ, կանխատեսելի եւ ստուգելի իրավական հիմքերի հիման վրա։ Հայաստանի Հանրապետությունում բարեկային ծառայության լիազորությունները բխում են ոստիկանության մասին օրենքից, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից եւ ճանապարհային երթևեկության կանոնների մասին կանոններից։ Տրանսպորտային միջոցի կանգնեցումը թույլատրվում է հետեւյալ հիմքերի դեպքում, երբ քաղաքացին թույլ է տվել օրինակ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, կամ կա ակնհայտ անսարքություն, կամ փաստաթղթերի ստուգման պատճառաբանությամբ, սակայն այս փաստաթղթերի ստուգումը, որը ամենաառանցքային եւ հիմնականում այստեղ խնդիրն առաջանում, չպետք է լինի կամայական։ Մարդու իրավունքների եվրոպական դատան հենց այս հարցերի վերաբերյալ հստակ սահմանել է չափորոշիչներ, որ այդ փաստաթղթերի ստուգումը պետք է լինի օրենքով նախատեսված, կանխատեսելի եւ ոչ կամայական։ Զննությունը դա վարչաիրավական կանխարգելիչ միջոցառում է, որը իրականացվում է ակնհայտ խախտումների հայտնաբերման եւ անվտանգության ապահովման համար, իսկ խուզարկությունը արդեն քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգ է, որը ուղղված է քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ իրեր հայտնաբերելու համար։ Զննությունը կարող է իրականացվել առանց դատարանի թույլտվության, պետք է լինի այսպես ասած նվազագույն հիմք, օրինակ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կամ կասկածելի իրավիճակ։ Իսկ խուզարկության դեպքում պարտադիր է նախ դատարանի թույլտվությունը եւ դա ուղղված է կոնկրետ քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ հայտնաբերելու։ Այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցը հանցանքի դեպքի վայր է, օրինակ երբ տրանսպորտային միջոցի մեջ դիակ կա, կատարվում է խուզարկություն։ Քրեական դատավարության օրենսգիրքը նաեւ զննության հնարավորություն է տալիս։ Բոլոր այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցը հանցանքի գործիք է, հանցանքի կատարմանը օժանդակելուն ուղղված միջոց, հանցանքը կատարելուց հետո փախուստի միջոց կամ առհասարակ տրանսպորտային միջոց, որով անձը հայտնաբերվել է, անհրաժեշտ է դատավարական ընթացակարգով զննություն։ Փաստաբանների խոսքով գործնականում, երբ մեղադրյալը հայտնաբերվում է, տրանսպորտային միջոցը անմիջապես օպերատիվ աշխատակիցների կողմից ենթարկվում է ծայրահեղ խորը խուզարկության, ինչը դատավարական լրջագույն խնդիր է։ Քաղաքացիները չտարանջատելով զննություն ու խուզարկությունից չեն հասկանում, երբ կարող են հրաժարվել այդ գործողությանը մասնակցելուց կամ պահանջել, որպեսզի այն դադարեցվի։ Մեր քաղաքացիները պետք է հստակ տարբերակեն, օրինակ, երբ մեքենայում կատարվում է որոնողական աշխատանքներ կամ առարկաներ են տեղափոխվում կամ խորը միջամտություն է տեղի ունենում, դա փաստացի խուզարկություն է։ Իսկ զննությունը պետք է իրականացվի զուտ տեսողական, այսինքն այնտեղ որոնողական որևէ աշխատանք կամ խորքային ինչ-որ միջամտություն չպետք է լինի։ Եթե դա այդպես է կատարվում, ուրեմն դա արդեն վերածվում է խուզարկության։ Սրա հիմնական խնդիրը պետք է լուծվի հետևյալ կերպ։ Խուզարկության ընթացքը որպես այդպեսին քրեական դատավարության օրենսգրքում մանրամասն նկարագրված է, իսկ զննության դեպքում շատ հպանցիկ եւ լայն մեկնաբանություն է տրված եւ զննության հասկացությունը կոնկրետ հստակ չափանիշներ սահմանելու դեպքում արդեն հստակ կտարանջատվի որն է զննությունը եւ որն է խուզարկությունը։ Խուզարկության եւ զննության ինստիտուտները քրեական արդարադատության համակարգում շարունակում են մնալ հավասարակշռության նուրբ կետ, պետական շահի եւ անձի հիմնարար իրավունքների միջև։ Չնայած օրենսդրական հստակ շրջանակների գոյությանը, ոլորտի արդյունավետությունը մեծապես կախված է իրավակիրառ պրակտիկայից եւ ընթացակարգային կարգապահությունից։ Մասնագիտական քննարկումները փաստում են, որ համակարգի հետագա զարգացումը պահանջում է ոչ միայն նորմերի պահպանման խիստ վերահսկողություն, այլև դրանց կիրառման միասնական մոտեցումների ձևավորում, իրավական կանխատեսելիությունն ու հանրային վստահությունը ամրապնդելու նպատակով։